Ժողովրդին խոստանում ենք, որ իրենց աջակցությամբ, իրենց ձայնն ենք լինելու, իրենց ձեռքի մուրճն ենք լինելու ազգային ժողովում փոխաբերական իմաստով։ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից այժմ կոշտ քննադատ Էդմոն Մարուքյանն այսօրվա քարոզարշավն անցկացրեց Կենտրոնական բանկի առջև։ Մեղադրեց, թե Հայաստանի ֆինանսական գլխավոր կառույցը ստեղծել է մարդկանց թալանելու միջավայր։ Այս համակարգը պետք է քանդել։ Մենք բացարձակապես դեմ չենք, որ Հայաստանում բանկային համակարգը կայացած լինի, խոսքը դրա մասին չի։ Մենք դեմ ենք, որ աղքատ ժողովրդի հաշվին գերշահույթ ստանան։ Մարուքյանն իր պնդումը հիմնավորում էր վարկերի տոկոսադրույքներով, որոնք բարձր են եվրոպական երկրներից։ Ասում էր, չնայած Կենտրոնական բանկը մասնավորներին մատչելի պայմաններով դրամական միջոցներ է տալիս, քաղաքացիներին միևնույն է բանկերը մի քանի անգամ բարձր տոկոսներով են վարկ տալիս։ Միջին տոկոսադրույքը Հայաստանում այժմ 16 է։ Կենտրոնական բանկն ավելի վաղ ասել էր, թե վարկերի առավելագույն շեմ չի սահմանում, քանի որ դա գուցե իրավիճակն ավելի վատ թարացնի։ Օրինակ, ցածր տոկոսադրույքների դեպքում մարդիկ կարող են ավելի մեծ պարտքերի տակ ընկնել։ Այս պատասխանը Մարուքյանի զայրույթն է առաջացրել։ Այսինքն Կենտրոնական բանկը ասում է, որ եթե տոկոսներն իշնի, սիրելի ժողովուրդ, դուք կարող եք շատ պարտք կանեք, ունենք պարտքի տակ։ Այդ դրա համար Հայաստանում տոկոսները պետք է սարսափելի բարձր լինեն, որ առևտրային բանկերը միլիարդներ աշխատեն, եւ դուք էլ ժողովուրդ ջան տոկոսների տակ տառապեք եւ չկարողանաք դրա տակից դուրս գալ։ Ամեն օր պետական մի կառույցի առջև քարոզարշավ անող լուսավորն այսօր ընտրողներին խոստանում էր նվազեցնել վարկերի տոկոսադրույքները, սահմանափակել պետական ֆինանսական կառույցների աշխատողների մուտքը մասնավոր բանկեր։ Մարուքյանն անդրադարձավ նաև բանկային խարդախություններին, երբ օգտագործելով քաղաքացու տվյալները վարկեր են ձևակերպվում։ Մարդիկ հիմա տառապում են այդ վարկի տակ, որը իրանք չեն վերցրել, եւ չկա պետություն, չկա կառավարություն, եւ նաեւ չկա ազգային բանկ, որ կմտածի այդ մարդկանց մասին։ Բոլորը մտածում են իրենք միայն հարստանալու մասին եւ հարուստների մասին։ Հեղափոխությամբ իշխանության եկած թիմը վերածվել է կորպորատիվ շահի պաշտպանի, Փաշինյանեն լավ էլ գիտեն, թե ինչ խնդիրներ կան այս համակարգում։ Կենտրոնական բանկի դիմաց հայտարարում էր վարչապետի կաբինետում 2022-ից 2024 թվականներին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մարուքյանն ու վստահեցնում, այս անգամ էլ չի միանա Փաշինյանի թիմին։ Լավ խոստմանը աջակցություն ա եղել, հիմա պարզվել է, որ այս հանգամանքներում մարդիկ խաբվել են։ Այդ թվում ես, այն մեկը։ Մարուքյանն այսօր արձագանքում էր վարչապետի աշխատակազմի ղեկավարին, որ պնդել էր, թե այս ընտրություններից հետո էլ լուսավոր ղեկավարը փորձելու է իրենց դռներն ընկնել, մեջբերեմ ապաստան գտնելու համար։ Ոչ մեկ իրենցից երբեք պաշտոն չի խնդրել, հեղափոխությանը այո, աջակցել ենք, հեղափոխության ժամանակ խոստումներ են տրվել, որ ժողովրդի շահերը կպաշտպանվի, ժողովրդի համար վարկային բեռը կնվազեցվի, այդ խոստումը դրժել են։ Իշխանությունների հետ այլևս նույն ճանապարհը անցնել չցանկացող Մարուքյանն իր հերթին ընտրողներին խոստանում է նաև ընտրվելու դեպքում Ադրբեջանի հետ հարաբերություններում հայանպաստ որոշումներ կայացնել, ասաց խաղաղության պայմանագրի նախաստորագրված տարբերակում որոշ դրույթներ իրենք կփոփոխեն։ Հայաստան-Ադրբեջան հարակից սահմանային շրջաններում երրորդ ուժերի բացառման սկզբունքը։ Երկրորդը անայդ կորածների վերաբերյալ Հայաստանը չպետք է մտնի մի այնպիսի պարտավորության տակ, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունում քրեական գործեր հարուցի վերջին 30 տարվա ընթացքում պատերազմների մասնակից մարդկանց գործունեության վրա եւ սկսի նախաքննություններ իրականացնել։ Երրորդը այդ փաստաթուղթը ես կյանքում չեմ ստորագրի, եթե դրա տակ չլինի քարտեզ, որով Ադրբեջանը մեզ ճանաչում է։ Այս իշխանությունը առանց քարտեզի դա ստորագրել է։ Իսկ թե ինչպես են այս նպատակներին հասնելու, եթե Բաքուն չհամաձայնի, լուսավորի ղեկավարն ասում է, ինքը կբանակցի Ալիևի հետ։ Մարուքյանը 2021 թվականի ընտրություններից 9 ամիս անց նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան ու Փաշինյանի հետ շարունակեց աշխատել նաև Արցախի հայաթափման օրերին։ Նա ազատման դիմում գրեց 2024-ի մարտին մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ անհամաձայնությունների պատճառով մեկնաբանել էր Մարուքյանը։